Բարև ձեզ սիրելիներ, այսօր մենք միասին մտնում ենք Աստվածաշնչի ամենացնցող, ամենադրամատիկ եւ հոգեվոր մեծագույն դասերով լեցուն էջերը։ Երկրորդ Թագավորաց 11 եւ 12 գլուխները։ Սա Դավիթի կյանքի ամենամութ, անկման եւ Աստծո բացարձակ արդարության ու վերականգնող շնորհի պատմությունն է, որտեղ մարդկային կոտրվածության ֆոնին հայտնվում է մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի կատարյալ լույսը։ 11-րդ գլխում տեսնում ենք Դավիթի ողբերգական անկումը։ Փոխանակ պատերազմում լինելու նա մնում է Երուսաղեմում, տեսնում է Բերսաբեին, շունություն գործում, իսկ հետո իր մեղքը ծածկելու համար դավադրաբար սպանել է տալիս իր հավատարիմ ռազմիկին Ուրիային։ Դավիթը կարծում է, թե ամեն ինչ ծածկված է, բայց գլուխը ավարտվում է այս խոսքերով. բայց Դավիթի արած այդ բանը անհաճո թվաց Տիրոջ աչքերին։ Երկրորդ Թագավորաց 11:27։ Այս մութ պատմության մեջ Հիսուս Քրիստոսը բացահայտվում է հակադրության միջոցով, որպես մեր բացարձակ արդարությունը եւ կատարյալ հավատարմությունը։ Ուրիան, որի անունը նշանակում է «Իմ լույսը Աստված է», մերժեց գնալ իր տուն, երբ Աստծո տապանակը ու բանակը պատերազմի դաշտում էին։ Նա հավատարմության պատկերն էր, ում Դավիթը սպանեց։ Սա հենց Հիսուսի պատկերն է, ով կատարյալ հավատարիմն էր, բայց մարդկության մեղքը նրան խաչեց։ Այս գլուխը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահոգևոր մարդը, Դավիթը, Քրիստոսի կարիքն ունի։ Մարդկային ոչ մի արժանիք չի կարող մեզ փրկել մեղքի հորձանուտից։ Մենք ունենք Հիսուսի արդարության կարիքը, ով երբեք չի գայթակղվում եւ երբեք չի դավաճանում։ Հալելույա։ Եթե այսօր քո կյանքում կա թաքուն մի մեղք, որը փորձում ես ծածկել մարդկանցից, կանգ առ։ Մեղքը ծածկելու մարդկային փորձերը միայն խորացնում են խավարը, ինչպես Դավիթի կյանքում։ Հիշիր, Աստված տեսնում է ամեն ինչ։ Փոխանակ մեղքդ թաքցնելու, վազիր դեպի Հիսուսի խաչը, որտեղ նրա արյունը ոչ թե պարզապես ծածկում, այլ արմատախիլ է անում եւ ներում է մեր ամեն անօրենությունը ու ձյունից ճերմականում։ 12-րդ գլխում Աստված Դավիթի մոտ է ուղարկում Նաթան մարգարեին։ Մարգարեն մի առակով բացում է Դավիթի աչքերը եւ Դավիթը կոտրվում է ասելով. «Մեղանչեցի Տիրոջ դեմ»։ Նաթանն անմիջապես պատասխանում է. «Տերն էլ հեռացրեց քո մեղքը, դու չես մեռնի», թեև Դավիթը կրում էր իր մեղքի հետևանքները։ Աստված վերականգնում է նրան եւ Բերսաբեից ծնվում է Սողոմոնը, ում Տերը սիրեց։ Եվ Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչեցի Տիրոջ դեմ», եւ Նաթանն ասեց Դավիթին. «Տերն էլ հեռացրեց քո մեղքը, դու չես մեռնի»։ 12:13։ Այստեղ Հիսուս Քրիստոսը բացահայտվում է որպես մեր մեծ բարեխոսը եւ վերականգնողը։ Օրենքի համաձայն Դավիթը պետք է քարկոծվեր ու մեռներ շնության եւ սպանության համար։ Բայց ինչու Նաթանն ասաց դու չես մեռնի։ Որովհետեւ 1000 տարի անց Հիսուս Քրիստոսը պիտի գար իր վրա վերցներ Դավիթի եւ մեր բոլորի մեղքի պատիժը, մահվան դատավճիռը։ Հիսուսը մեռավ Դավիթի փոխարեն։ Նա մեռավ նաեւ իմ եւ քո փոխարեն, սիրելիս։ Եվ տեսեք Աստծո շնորհի հրաշքը, այն նույն հարաբերությունից, որը սկսվեց մեղքով, Աստծո ներումից հետո ծնվեց Սողոմոնը, խաղաղության թագավորը, ում գծով ծնվեց հենց ինքը Մեսիան, Հիսուսը։ Աստված մեր մոխիրներից հարություն է տալիս իր ծրագրերին։ Ոչ մի անկում վերջնական չէ, եթե կա իսկական ապաշխարություն։ Եթե այսօր սատանան քեզ ասում է, որ դու չափից շատ ես մեղանչել եւ Աստված քեզ այլևս չի ներելու, նայիր այս գլխին, խոստովանիր քո սխալը, մեղքերը Հիսուսի առաջ։ Նրա շնորհը ավելի մեծ է, քան քո ամենամեծ ձախողումը։ Նա պատրաստ է վերականգնել քեզ եւ քո կոտրված կյանքից մի նոր օրհնյալ պատմություն ստեղծել։ Ամեն։ Ավարտենք աղոթքով, սիրելիներ։
Սիրելի Տեր Հիսուս, ես խոնարհվում եմ քո բացարձակ սրբության եւ անսահման շնորհիդ առաջ։ Տեր, ների ինձ իմ կյանքի բոլոր թաքուն ու բացահայտ մեղքերի համար։ Շնորհակալ եմ, որ դու քո վրա վերցրեցիր իմ մահվան դատավճիռը Գողգոթայի խաչի վրա։ Խնդրում եմ, վերականգնիր իմ հոգին, մաքրիր իմ սիրտը եւ տուր ինձ ուժ այսուհետև քայլելու քո լույսի ու հավատարմության մեջ։ Թող իմ կյանքի մոխիրներից քո փառքը հայտնվի։ Ամեն։ Աստված առատորեն օրհնի ձեզ ձեր ընտանիքներով հանդերձ ելիներ, եթե այս խոսքերը կպան քո սրտին, իսվիր քո ընկերներին, որպեսզի շատերին հասնի Աստծո խոսքը, եթե դեռևս բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք, Աստված թող առատապես օրհնի ձեզ, եւ ձեր կարծիքները կարող եք գրել մեկնաբանություններում։ Մինչ նոր հանդիպում Քրիստոսի ներող շնորհի մեջ։ Ամեն։